Բարև ձեզ, ես Նորայր Հովսեփյանն եմ։ Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարեց, որ մարտի 30-ին դասերը անցկացնելու է առցանց հաշվի առնելով Իրանի կողմից հարվածի վտանգը։ Մեկ օր անց իրավիճակը կարծես կարգավորվեց, դասերը վերադարձան բնականոն հունին, ուսանողներն էլ ըստ էության վերադարձան համալսարան։ Վտանգն անցավ, բայց թեման մնաց, այսօր խոսելու ենք հենց այդ թեմայի մասին ու փորձելու ենք միասին հասկանալ, թե Իրանի թիրախների թվում որ տեղում է Հայաստանը։ Արդյոք Իրանը կարող է որոշում ընդունել և ինչ-որ պահի հարվածել Հայաստանին։ Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին այս հարցը այսօր բավական հաճախ է հնչում, բայց այն ըստ էության ճիշտ չի հենց սկզբից և հետ, հենց իր ձևակերպման պատճառով։ Դեպքերի մեծ մասում Իրանը չի էլ ասում, թե հարվածում է այս կամ այն երկրին, Իրանը բազմիցս հայտարարել է, որ հակառակը տարածաշրջանի երկրներին կամ առնվազն դրանց մեծ մասին հարվածելու պատճառ չունի, փոխարենը չի թաքցնում, որ բոլոր հնարավոր միջոցներով հարվածելու է այդ երկրներում գտնվող այն օբյեկտներին, որոնք իր համար վտանգավոր կհամարի։ Առաջին հերթին խոսքը վերաբերում էր ռազմաբազաներին, ամերիկյան ռազմաբազաներին։ Այդ մասով մենք մտահոգվելու կարիք չունենք, քանի որ Հայաստանում չկան ամերիկյան ռազմաբազաներ, այնպես որ այդ պահին շանսերը, որ Իրանը կարող էր Հայաստանում որևէ օբյեկտ դիտարկել որպես վտանգի աղբյուր և բնականաբար որպես թիրախ, կարծես չկար, բայց իրավիճակի զարգացումը որոշակի փոփոխություններ բերեց։ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարձակվել են Թեհրանում գտնվող Իրանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի վրա։ Մարտի 28-ին այդ մասին հայտարարեցին իրանական աղբյուրները։ Այստեղից էլ սկսվեցին մտահոգությունները մեր Հայաստանի մասով։ Որպես օրինաչափություն, Իրանը հարվածներին պատասխանում է հարվածներով, հնարավորության սահմաններում պահպանելով, այսպես ասած, ոլորտային պատկանելությունը, այսինքն իր ավերված գործարանի փոխարեն հարվածում և ավերում է ամերիկյան կապիտալի հետ կապ ունեցող որևէ գործարան տարածաշրջանում, իր խոցված նավթային ենթակառուցվածքների դիմաց տարածաշրջանի կարևորագույն նավթային հանգույցներն է թիրախավորում։ Դե քանի որ հարված էր հասցվել համալսարանին, տրամաբանական էր սպասել, որ Իրանը կպատասխանի նույն հարթությունում և այդպես էլ եղավ։ Իրանից հայտարարեցին, որ ի պատասխան իրենց ավերված բուհի թիրախավորելու են տարածաշրջանում գտնվող ամերիկյան գիտակրթական կենտրոնները։ Այս հարցում արդեն մենք էլ մտահոգվելու առիթ ունենք։ Ամերիկյան ռազմաբազաներ Հայաստանում չունեինք, բայց Հայաստանի ամերիկյան համալսարան հո ունենք։ Արդյոք այն Իրանի կողմից կդիտարկվի որպես առաջնահերթ թիրախ։ Իրավիճակը լավ պատկերացնելու համար պետք է փորձենք դուրս գալ մտայնությունից, թե Իրանը Հայաստանի ուղղությամբ հրթիռ չի արձակի, որովհետև դարավոր բարեկամներ ենք։ Իրանը այսօր այնպիսի դրության մեջ է, որ իր ոչ թե պաշտպանության, այլ բառից բուն իմաստով իր գոյության համար է պայքարում և կարող է ծայրահեղ քայլերի գնալ, եթե դրա կարիքը զգա։ Ինչ վերաբերում է բարեկամությանը, բավական է միայն արձանագրենք, որ օրինակ Քաթարի կամ ասենք Քուվեյթի տարածքներում գտնվող օբյեկտներին Իրանը հարվածում է ոչ թե նրա համար, որ այդ երկրներին համարում է դարավոր կամ ոխերիմ թշնամի, այլ այն պատճառով, որ այնտեղ օբյեկտներ է դիտարկում, որոնք խոցելով ԱՄՆ-ին, այսպես ասենք, անհարմարություններ կպատճառի, առնվազն։ Այնպես որ այս պահին Իրանի կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանին հարվածելու հավանականությունը ավելի լավ գնահատելու համար պետք է հասկանալ, արդյոք դա կարող է Ամերիկային այնքան անհարմարություն պատճառել, որ Իրանը գնա այդ քայլին, թե իրանական հրթիռներին հասանելի տարածքներում այլ ավելի գրավիչ թիրախներ կան։ Պարզվում է կան ու դրանք քիչ չեն։ Իրանից մինչև 2000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում տեղակայված են մի շարք ամերիկյան մոդելով բուհեր՝ Բեյրութում, Դոհայում, Աբու Դաբիում և այո, նաև Երևանում։ Դրանք ինտեգրված են արևմտյան կրթական համակարգին և հաճախ համագործակցում են միջազգային հետազոտական ցանցերի և ծրագրերի հետ։ Դոհայի հռչակավոր կրթական քաղաքում տեղակայված են ամերիկյան մի շարք ճանաչված համալսարանների և գիտակրթական կենտրոնների մասնաճյուղեր։ Այստեղ կենտրոնացված են տեղեկատվական տեխնոլոգիաներ, ծրագրավորում և ինժեներական կրթական ծրագրեր։
Այս կենտրոնը Իրանից մոտ 1500 կիլոմետր հեռավորության վրա է, տեխնոլոգիական ուղղվածությունը կարող է ստեղծել երկակի օգտագործման հնարավորություն մասնագետներ պատրաստելով թե քաղաքացիական և թե ռազմական ոլորտներում։ Եթե գնահատելու լինենք այս կտրվածքով, ապա կատարում գտնվող այս գիտակրթական հսկա համալիրը կարող է Իրանի կողմից առաջնահերթ դիտարկվող թիրախ հանդիսանալ, եթե Թեհրանում իսկապես որոշեն Ամերիկային ցավեցնելու համար հարվածներ հասցնել նրա հետ կապ ունեցող կրթական հաստատություններին, առավել ևս, որ այստեղ բավական մեծ թիվ են կազմում հենց ամերիկացի ուսանողներն ու դասախոսները։ Աբու Դաբիում է գտնվում Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանը, այն զբաղվում է առաջատար հետազոտություններով, ներառյալ արհեստական բանականությունը։ Բարձր տեխնոլոգիական հետազոտությունները մեծացնում են հետաքրքրությունը տվյալների, գիտական արդյունքների և ենթակառուցվածքների նկատմամբ։ Հաշվի առնելով ժամանակակից պատերազմում բարձր տեխնոլոգիական գործիքների լայն կիրառումը, կրթագիտական այս խոշոր կենտրոնը ևս կարող է հակառակորդ ուժի կողմից դիտարկվել որպես թիրախ, իսկ երբ ավելացնում ենք այս կառույցի սերտ կապերը ամերիկյան մի շարք կազմակերպությունների հետ, թիրախ դիտարկվելու շանսերը անհամեմատ մեծանում են։ Շարքում երրորդը կարող ենք համարել Բեյրութում գործող Բեյրութի ամերիկյան համալսարանը։ Այն տարածաշրջանում կարևոր գիտահետազոտական կենտրոններից մեկն է բժշկության և ինժեներիայի ոլորտներում։ Գտնվում է Իրանից մոտ 1200 կիլոմետր հեռավորության վրա։ Արդյոք Իրանը կորոշի հարվածել Բեյրութում գտնվող թիրախի, այն էլ ակնհայտ ոչ ռազմական։ Քիչ հավանական է, առավել ևս, որ Հեզբոլլահն այս պահին փաստացի պատերազմի մեջ է Իրանի ոխերիմ թշնամու՝ Իսրայելի դեմ։ Եվ վերջապես հասանք Հայաստան։ Երևանում գտնվող Հայաստանի ամերիկյան համալսարանը Իրանից հեռու է մոտ 700 կիլոմետր։ Այն ակտիվ է տեղեկատվական տեխնոլոգիաների և տվյալագիտության ոլորտներում, ինչպես նաև բիզնես ոլորտի մի շարք ուղղություններում, այսինքն զուտ բովանդակային մասով Իրանի համար վտանգներ կարծես թե չկան։ Համալսարանում ամերիկացի ուսանողների կամ անձնակազմի թիվը այնքան մեծ չէ, որ իրանական կողմի համար հետաքրքիր լինի որպես ամերիկյան կողմին ցավեցնելու թիրախ։ Գերակշիռ մասը հայեր են, նաև հնդիկներ, ռուսներ, պարսիկներ։ Հիմա կասեք ինչու Բեյրութի ամերիկյան համալսարանը շարքում ներկայացրեցի երրորդը, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարանը վերջինը։ Դե նախ նրա համար, որ շարքը այսպես դասավորելը մեզ հայերիս համար ավելի ձեռնտու է։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա վերջին հաշվով, եթե ամեն մանրուք ծանրութեթև անելու լինեն, Բեյրութի ամերիկյան համալսարանի դերը կարող են գնահատել նաև որպես Լիբանանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում ամերիկյան արժեքների ու քաղաքականության ամրապնդման կարևոր օղակ։ Այդ առումով Հայաստանի ամերիկյան համալսարանի դերակատարությունը ներկայացվում է մի փոքր այլ կտրվածքով և մի փոքր այլ լույսի տակ։ Ըստ ամիսներ առաջ ակտիվ տարածվող թեզի, այն քիչ էր մնում հռչակվեր ոչ թե Հայաստանում ամերիկյան, այլ ռուսական քաղաքականությունը առաջ մղող կենտրոն։ Որքանով էր ճիշտ, որքանով էր սխալ, ցույց կտա ժամանակը, բայց գոնե բաց աղբյուրներին հետևելով և քարոզչական թեզերը մի կողմ դնելով, անվիճելի է, որ գիտակրթական այս կենտրոնը, այսպես ասենք, այնքան էլ հաճախ չի հանդես գալիս ամերիկյան քաղաքականության ակտիվ քարոզով ու այդ քաղաքականության պաշտպանությամբ, և հակառակը այնքան էլ ակտիվ չի քննադատում և պախարակում ռուսական քաղաքականությունը։ Այդ դեպքում էլի ինչ իմաստ ունի Իրանի կողմից դրա թիրախավորումը, եթե արդյունքում Ամերիկայի փոխարեն Հայաստանն ու այսպես ասենք մի այլ երկիր, օրինակ Ռուսաստանն են կորուստ ունենալու։ Երկրներ, որոնց հետ Իրանը այս պահին հարաբերությունները փչացնելու ոչ ցանկություն ունի և ոչ էլ կարևոր է շահ։ Այսքանը տեսական առումով, իսկ գործնականում իրավիճակը անկանխատեսելի է, հորդորս անփոփոխ է, բաժանորդագրվեք հիմա լիքին, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։